Փորձենք մի քիչ հումորով վերաբերվել այն վիճակին, որովհետև ժպիտը միշտ մարդուն լավատես է բանում։ Ուրեմն 2 օր է մենք Բարգավաճի տղաների հետ, Միքայելի, Թևանի, Պողոսյան, բանակցում ենք կառավարության հետ, որ կան զիջումների, փոխադարձ կոմպրոմիսների, մի քիչ մեղմվի այն օրենքը, որ կոչվում է շահութ հարկի օրենք, շրջանառության հարկի մասին օրենք, եւ իշխանությունը մեզնից օր խնդրեց կառավարությունը, որպեսզի հաջորդ օրը բերի կոմպրոմիսային տարբերակը։ Եվ բերել են այդ կոմպրոմիսային տարբերակը, ես ձեզ հիմա ներկայացնում եմ դա, բանից պարզվում է իրենք ասում են գնանք կոմպրոմիս բերենք, որը գրվել է ամսի 22-ին։ Այս խորհրդակցությունը, այս բանակցությունը կառավարությանը եղել է սեպտեմբերի 30-ին։ Սեպտեմբերի 30-ին, ավելի ճիշտ հոկտեմբերի 1-ին, մեզ բերում են փաստաթուղթ, որը կոմպրոմիսն է, որը ստորագրված է սեպտեմբերի 22-ով։ Եվ ստե երկու կարևոր բան կա, ես կարդամ, հետո կբացատրեմ, թե ինչ է նշանակում։ Այստեղ խնդիրը դրված է խոշոր տնտեսվարող սուբյեկտներին հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակման խնդիրը։ Այսինքն իրենք խնդիր են դրել մեծ բիզնեսը, մեծ ներկրողներին, շուկաների տերերին բերել հարկային դաշտ։ Այս մեկ, ամսի 22-ին։ Հետո Գագիկ Խաչատրյանը ասում է, որպես կոմպրոմիս ինքը հրաման է ստորագրել ձեռնպահ մնալ որևէ անհարկի հսկողական գործողություններից փոքր ձեռնարկությունների տերերի նկատմամբ։ Սա օրենքի խախտում է։ Ինչ է նշանակում անհարկի ստուգումների ձեռնպահ մնալ։ Այսինքն սրանով ապացուցում է, որ ինքը մինչև այդ ստուգումները արել ոնց ուզի, հարկի անհարկի։ Հաջորդը, բայց որպեսի դիտարկվի, որ Հովիկ Աբրամյանն էլ է բանի մեջ, այս զիջողների մեջ, ժողովրդին ընդառաջ է գալիս եւ այլն։ Ինքը ամսի 25-ին, 22-ին Գագիկ Խաչատրյանի հրամանն է, 25-ին Հովիկ Աբրամյանի հրամանն է, որտեղ հրամայում է Գագիկ Խաչատրյանին անհիմն ստուգումներ իրականացնելուց խուսափել։ Հասկացաք հերթականությունն ու քրոնիկան, որից հետո ինչ է նայ։ Եվ սա բերել են որպես կոմպրոմիս, իսկ իրականում ժողովուրդ ինչ է կայանում։ Մեծ ու փոքր բիզնեսը իրենք իրար դեմ են կանգնացրել։ Մենք հարցնում ենք, բոլորիս հարցերը եղել է, իսկ դուք չեք կարող մեծ բիզնեսի հաշվարկը անել, ինչքան մուտքը ապրանքը, ինչքան ստացել եւ թղթերը իրանից ուզել։ Ոսկու շուկայի ղեկավարը չունի արդյոք քանի աշխատող ունի, ամեն մեկին իր մատանին, իր 5 գրամ ոսկին ցեպը, բաժանի թուղթը վերցնի։ Ինչի ես գնում կպնում են խեղճ դասգահի մոտ աշխատողի ջանին 200-500 հոգու, որ ինքը քեզ կլաուզնիկի նման թուղթ տա, որ ինքը ստացել է 5 գրամ ոսկի, ասենք իր տիրոջից։ Ինչու չես գնում մեծից ուզում, չէ՞ որ գիտես նա ունի, նա է թաքցնում։ Խնդիրը շատ պարզ է։ Մեծի քեֆին չի կարողանում կպնի կամ չի ուզում կպնի, գալիս է փոքրին ասում է ցույց տուր ինձ, ցուցմունք տուր, որ գնա նրանից։ Հարցը եւ Թևանը հարցրեց եւ Միքայելը։ Լավ, իսկ սրա արդյունքում չէ՞ որ մարդիկ կփակվեն։ Մարդը հոապուշ չի։ Ասում է 3%, ես մուծում եմ 3.5%, դարձնում է 1%, ասում է չէ, ես ուզում եմ 3%-ը։ Ամբողջ ժողովրդով ցույց են անում, ասում են ես 3% մուծեմ, ոչ թե 1%։ Ինձ մի տար բորենու բերան, ինձ մի վիճացրու, ինձ մի կրվածրու գործատիրոջ հետ։ Կառավարությունը ասում է չէ, ավելի լավ այդպես լինի, թեկուզ արդյունքում փակվեն 500 կամ 1000։ Ես Գագիկ Խաչատրյանին հարցի, իսկ եթե մի ամսվա ընթացքում 500 փոքր ձեռնարկություն փակվի, հրաժարական կտաս, ասեց չէ, չի հրաժարական դիտա։ Գալուս Սահակյանին ասեցի, պարոն Սահակյան, եթե մի ամսվա մեջ, այսօրվանից հաշված 500 փոքր ձեռնարկություն փակվի, կպահանջես կառավարության հրաժարականը, չէ, ինչի համար պիտի պահանջի։ Ժողովուրդ, ուրեմն իրականությունը սա է։ Այդ մարդիկ հստակ խոստովանում են, որ այս օրենքի կիրառման ժամանակ փակվելու են փոքր ձեռնարկությունները։ Հաջորդ հարցը ասենք, այս մարդիկ արտագաղթելու են, չէ՞։ Եթե մարդը տուն հաց տանելու տարբերակ չունի, աշխատավարձ չունենա, չի ուզում այս ձևով աշխատի, ինչ է անելու։ Այդ պետք է արտագաղթի։ Ասում է, ձեզ հետաքրքրում է, չէ, իրենց հետաքրքրում է միայն բյուջեի կատարողականը։ Թե ինչ կլինի այդ ժողովուրդը, ուր կգնա, թքած ունենան։
եւ նախկին վարչապետով, եւ այսօրվա իշխանություններով չեն ուզում հեղափոխություն, չեն ուզում դուք Հայաստանում ապրեք։ Իրենք ունեն մի խնդիր, փող աշխատել։ Փող աշխատել մինչև վերջ, ուտել մինչև վերջ ու չկշտանալ։ Աստված ժողովուրդ մի հատ պատժի ձև ունի։ Դաժան պատիժա։ Չկշտանալը։ Բոմժի քաղցը, եթե իմանաք ինչ է ժողովուրդ, ուխտի ծարավը, ուխտը ինչքան խմի, մեկա ծարավը։ Ուրեմն երբ մարդը այնքան է սոված, որ գիտի, որ վաղն էլ է սոված լինելու, ինքը ուտում է այնքան, որ պատժվում է, ուտում է այնքան, որ պայթում է, այս իշխանությունը, այս մարդիկ տակ չունեն, սահման չունեն, վերջ չունեն, կլպելու են մինչև վերջ։ Մատներս ես հաշեմ, տեսեք Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ ինչքան է թանկացել։ Գազ, հոսանք, ջուր, ապրանքներ, ուսման վարձեր, ապպա, կարմիր գծեր, նկարահանող սարքեր, արագաչափեր, թոշակային հիմնադրամ, շրջի այս վերջին հարկը, մատներները չի հերիքի, թե որքան բեռ են դրել ժողովրդի վրա։ Եվ ժողովուրդ, հիշեք, այդ բեռը ավելանալու է այնքան, ինչքան դուք ձայն չանեք։ Այդ բեռը գնալու է հազարապատկվի, եթե մենք դրա դեմը չենք առնելու։ Սա մարտահրավեր է։ Սա մարտահրավեր է ժողովրդին ձեզ։ Կամ մենք դիմանում ենք սրան, կամ ինքը հաղթում է և բոլորիս քշում է Հայաստանից։ Եվ որպեսի այդպես չլինի, որպեսի այդ բոմժի քաղցը չշարունակվի մինչև վերջ, մինչև ուխտի ծարավը մինչև վերջ չհագենա, հարկավոր է այս մարդկանց ասել, թողեք այս երկիրը, գնացեք, այս երկրի տերերը, այս քաղաքացիք են, և դուք, մենք, հոկտեմբերի 10-ին գնալու ենք այս մարդկանց ասենք, վեր կացեք, դավայ, դա սվիդանյա։ Սիրելի ժողովուրդ, Սիրելի ժողովուրդ, կարդացել եք Հրանտ Մաթեոսյանի Աշնան արևը։ Աշնան արևը քիչ է տաքացնում, բայց մարդու մեջ հավաքում է, ծառի մեջ հավաքում է, կենդանու մեջ հավաքում, շատացնում։ Եվ այդ տաքությունը, այդ էներգիան հավաքած, եկեք հոկտեմբերի 10-ին։ Իմացեք, որ Հայաստանի բոլոր շրջանները, որպես առվակներ, որպես փոքր առվակներ, այսպես գումարվելու են, գալու են ազատության հրապարակ։ Եկեք հորձանքով, թափով, համարձակությամբ, այսպես աշնան արևը մեջներս կուտակած, գնանք ազատության հրապարակ, վերավաստակենք մեր ազատությունը, վերավաստակենք մեր արժանապատվությունը, բոլորս դեպի հոկտեմբերի 10-ը, բոլոր